2022 թվականին Ադրբեջանը հարձակում գործեց Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ, թիրախավորվեց Ջերմուկ քաղաքը։ Այս պայմաններում Ռուսաստանը ինչու չարձագանքեց եւ չկատարեց իր պայմանագրային պարտավորությունները եւ գործնականում համարժեք արձագանք չեղավ։ Շնորհակալություն։ Я не знаю, что вы называете соответствующей реакцией. Համարժեք արձագանք ասելով չգիտեմ ինչի նկատի ունեք։ Մեր պարտավորություններից փոխող արձագանքը, որը համապատասխանում էր Հայաստանի հետ մեր պայմանագրային պարտավորություններից, այդ արձագանքը եղավ անմիջապես առաջնախումբը, առաքելությունը իրավիճակին ծանոթանալու համար փաստահավաք, այսպես ասած, առաքելությունը ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի ղեկավարությամբ միանգամից ուղևորվեց դեպքի վայր, ներկայացրեց օպերատիվ զեկույց, կոնկրետ եւ պրակտիկ առաջարկություններով այն մասին, որ պետք է ՀԱՊԿ-ի դիտորդների առաքելություն ուղարկել այնտեղ իրավիճակը կայունացնելու համար։ Դիտորդների թիվը նախանշվեց իրենց զինատեսակների կազմը, այդ հարցը քննարկվեց նույն տարվա հոկտեմբերին Երևանում ՀԱՊԿ-ի գագաթնաժողովի ընթացքում։ Դրանից առաջ եղել էր կառավարությունների հանդիպում, աշխատում էին արտգործնախարարները եւ պաշտպանության նախարարներն այդ ուղղությամբ, աշխատում էին երկար, իրենք էին խմբագրում այդ առաջարկությունները, որոնք ՀԱՊԿ-ի կառավարության կողմից ներկայացվեցին, այդ Սամվել Միրզոյանի նախագահությամբ էր եւ վերջում մենք հասանք կոնսենսուսի ամբողջ տեքստի վերաբերյալ եւ առավոտյան տեքստը ներկայացվեց պետությունների կառավարությունների ղեկավարների քննարկմանը, բայց այդ իրավիճակում արդեն տեքստ համաձայնեցված տեքստը տարբեր պատճառներով հայկական կողմն առաջարկեց հետաձգել, կոնսենսուս չեղավ, մենք համաձայնեցինք, տվեցինք մեր համաձայնությունը եւ որոշ ժամանակ անց արդեն հայտարարվեց նոյեմբերին 2022-ի հայտարարվեց Եվրամիության առաքելության մասին եւ Պրահայում հայտարարվեց այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի պատկանելիության հարցում դիրքորոշումը այժմ արդեն երկկողմ հիմունքներով, որոնք հաստատվեցին Բաքվի եւ Երևանի կողմից, որոշվելու է 91 թվականի Ալմատիի հռչակագրի հիման վրա, որի համաձայն Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը Ադրբեջանի մաս է։ Դա բավական անակնկալ անսպասելի էր, որովհետև 20 թվականի նոյեմբերին, երբ թեժ մարտական գործողությունների ընթացքում, որոնք ընթանում էին Հայաստանի եւ Ադրբեջանի միջև, երբ Ռուսաստանի նախագահը Հայաստանի վարչապետ եւ Ադրբեջանի նախագահի հետ միասին գիշերը բառացիորեն անձամբ խմբագրեցին պայմանավորվածության տեքստը, հրադադարի մասին պայմանավորվածության տեքստը, այդ փաստաթղթում Լեռնային Ղարաբաղի պատկանելիության հարցը գիտակցաբար թողնվել էր փակագծից դուրս, ջենտլմենական պայմանավորվածություն կար այդ հարցում, որ Ղարաբաղի հարցը ենթակա երկրների միջև հետագա համաձայնեցման, բայց տեղի ունեցավ այնինչ տեղի ունեցավ, ուստի հավանաբար միշտ կարելի է, ես չեմ վիճարկում մեր հայ բարեկամների հնարավորությունը քննադատություն հնչեցնելու այն ժամանակ ինչ-որ մեկի ցուցաբերած դիրքորոշման կապակցությամբ, բայց ես նշեցի, թե ինչ ենք մենք արել, իսկ ավելի խորը ընկալման համար, իրավիճակն ավելի խորապես հասկանալու համար, իհարկե հիշեցի, որ մեկ տասնամյակից ավելի երկար տևել են բանակցությունները, որոնք Երևանի նախկին վարչակազմերի մասնակցությամբ տարվել են եւ մի քանի անգամ ասվել է, որ հասել ենք պայմանավորվածության, բայց այդ պայմանավորվածությունները փլուզվում էին, այո, կարելի է քննադատել, բայց չեն քննադատում նրան, ով ոչինչ չի անում, իսկ մենք հենց փորձում ենք, ջանք ենք գործադրում։ Ես թերևս չեմ կարող անմասն մնալ այս չափազանց կարևոր խոսակցությունից, իդեպ այս հարցը եւ այս թեման շատ սերտորեն կապված է եւ ես կասեի մաս է նախորդ հարցի։ Սա հենց այն դեպքերից է, երբ մենք երկու երկրներս ունենալով բազմաթիվ հարցերում փոխըմբռնում եւ
միասնական ընկալում եւ մեկնաբանություն, միաժամանակ ունենք նաեւ հարցեր, որտեղ տարբեր են իրադարձությունների մեկնաբանությունները եւ սա հենց այդպիսի հարց է եւ հենց ջերմուկի ուղղությամբ հարցակումը հենց այդպիսի հարց է եւ անկյունակարային է եղել այդ իրադարձությունը նաեւ հետագա զարգացումների եւ դիրքորոշումների համար այդ թվում եւ ՀԱՊԿ անդամակցության սառեցման համատեքստում հետեւաբար ես էլ կուզեի կրկին առիթից օգտվել եւ ներկայացնել Հայաստանի ընկալումների եւ Հայաստանի դիրքորոշումը ես շատ լավ հիշում եմ իրադարձությունները ես ինքս անձամբ մաս եմ եղել այդ իրադարձությունների մենք հիշում ենք երբ օգոստոսին 2022 թվականի ռուսական կողմը միջնորդական առաջարկություն ներկայացրեց Հայաստանին եւ Ադրբեջանին հերթական անգամ վստահաբար բարի մտադրություններից ելնելով հայաստանյան կողմը իր համաձայնությունը հայտնեց այդ առաջարկություններին ադրբեջանական կողմը չտվեց դրական դիրքորոշում սա օգոստոս ամիսն էր օգոստոսի արդեն վերջ երբ մենք հասկացանք որ չկա միասնական դիրքորոշում դրական եւ ապա սեպտեմբերին արդեն առաջի կեսին մենք տեսանք ադրբեջանական զինված ուժերի հարձակումը ջերմուկի ուղղությամբ եւ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության խախտում Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված սահմանների խախտումը իհարկե մենք այս մասին տեղյակ պահեցինք մեր դաշնակիցներին եւ Ռուսաստանի դաշնությանը ուղիղ որպես երկկողմ դաշնակից եւ նաեւ ՀԱՊԿ-ի շրջանակներում մեր ռազմական դաշնակիցներին գործողությունները որոնք դրանք հետևեցին ինչպես արդեն առիթ ունեցեմ ասելու գոհացուցիչ չէին Հայաստանի Հանրապետության համար եւ արդեն հաջորդ ամիս հոկտեմբերին տեղի ունեցավ քառակողմ հանդիպում Պրահայում, որտեղ կողմերը վերահաստատեցին դեռևս 91 թվականի դեկտեմբերից գործող ընդհանուր ընկալումը, ստորագրված ընկալումը այն մասին, որ Հայաստանը եւ Ադրբեջանը ճանաչում են իրենց տարածքային ամբողջականությունը Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։ Ես ուզում եմ կրկին հիշեցնել, Ալմա-Աթայի հռչակագրին միանալով երկրները, մասնավորապես Հայաստանը եւ Ադրբեջանը ճանաչել են, որ ճանաչում են միմյանց սահմաններ եւ տարածքային ամբողջականությունը խորհրդային միության փլուզման պահին գործող սահմանների շրջանակներում։ Ինչ վերաբերում է այս հարցում Լեռնային Ղարաբաղի խնդրին, ապա Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը տարիներ շարունակ եղել է չկիսված որևէ միջազգային գործընկերոջ կողմից, այդ թվում նաև հարկ եմ համարում այս պահին հիշեցնել, որ Ռուսաստանի Դաշնությունը բարձրագույն մակարդակով ընդգծել է Լեռնային Ղարաբաղի պատկանելությունը Ադրբեջանին, Հայաստանի Հանրապետությունը չի վիճարկում այս մոտեցումը, Հայաստանի Հանրապետությունը կրկին ուզում եմ առիթից օգտվել եւ ասել, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը Ալմաթայի հռչակագրի վրա, հիման վրա եւ բնականաբար ակնկալում է եւ ստացել է հավաստիացում Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության ճանաչման վերաբերյալ կրկին Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։ Շնորհակալ եմ։